Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին դեմ չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առևանգել, ինչպես դա տեղի է ունեցել Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ, հաղորդում է UNIAN-ը։ Հղում անելով լրագրող Քրիս Յորքին։ Լրագրողը հարցրել է նախարարին, թե որ համաշխարհային առաջնորդին նա կցանկանար առևանգել։ Հիլին նշել է, որ դեմ չէր լինի Ռուսաստանի Դաշնության առաջնորդ Վլադիմիր Պուտինին ձերբակալելուն եւ նրան ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Իրանի վրա հարձակման ծրագրեր է քննարկել։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պաշտոնյաները քննարկել են, թե ինչպես իրականացնել նախագահ Թրամփի վերջերս Իսլամական Հանրապետության դեմ բարձրացված սպառնալիքները, այդ թվում, թե որ վայրերը կարող են թիրախավորվել, հայտնել են աղբյուրները։ Իրանական մի քանի ռազմական օբյեկտների վրա լայնածավալոթային հարվածը քննարկվող տարբերակներից մեկն է։ Չնայած Վաշինգտոնը դեռևս համաձայնության չի եկել գործողությունների ծրագրի շուրջ։ Աղբյուրները հայտնել են, որ հնարավոր հարձակման համար որևէ ռազմական տեխնիկա կամ անձնակազմ չի տեղափոխվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունում հայ ցուցարար է սպանվել։ Էջմին Մասիհին, Մաջիդիե թաղի բնակիչ, լուրը հաղորդել է Էջմինի հաճախած արհեստակցական դպրոցի իրանցի դասախոսը։ Այս մասին հայտնում է իրանակետ Տիգրան Դավուդյանը։ Անվտանգության ուժերը բացահայտել են Իրանում անկարգությունների գլխավոր կազմակերպիչներին, նրանցից մի քանիսն արդեն ձերբակալված են, իսկ մյուսները կձերբակալվեն մոտ ժամանակներս։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Թեև ոմանք մոլորության մեջ են եղել, շատերը եկել են հրազենով, այդ թվում հրացաններով եւ ատրճանակներով, ինչը վկայում է հստակ կազմակերպվածության եւ պլանավորման մասին։ Նրանց անհապաղ հարձակումները ռազմական եւ ոստիկանական կենտրոնների վրա փաստում են քաղաքացիական պատերազմ սկսելու եւ օտարերկրյա միջամտություն հրահրելու փորձի մասին։ Նրա հայտարարությունը մեջբերում են իրանական լրատվամիջոցները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ռազմական հարձակման դեպքում, ինչպես Իսրայելը, այնպես էլ ԱՄՆ ռազմական եւ ռազմածովային կառույցները կդառնան մեր օրինական թիրախները։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղաբեր Ղալիբաֆը։ Ավելի վաղ Wall Street Journal-ը հղում անելով բարձրաստիճան պաշտոնյաների հաղորդել էր, որ ԱՄՆ պաշտոնյաները քննարկել են Իրանին հնարավոր հարվածներ հասցնելու ծրագրերը։